Հայտարարությունները, որ արվեցին Սերժ Սարգսյանի կողմից Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ եւ անպարտավորությունները, որ ստանձնեց Սերժ Սարգսյանը, չի կարելի գնահատել այլ կերպ, քան ինքնիշխանություն անվտանգության դիմաց։ Դա է այդ գործարքի իմ գնահատականը։ Հաջորդը մի անգամից ասեմ, որ Հայաստանի սահմանադրությունը բացառում է Հայաստանի Հանրապետության լիարժեք անդամակցությունը Մաքսային միությանը։ Կարճ պարզաբանեմ, Մաքսային միության կանոնադրությունը նախատեսում է վերպետական մարմիններ, ըստ որի մաքսային անդամ պետությունները իրար հետ կազմում են մեկ մաքսային տարածք եւ այդ վերպետական մարմինն է որոշում այդ ընդհանուր միասնական մաքսային տարածքում թե ողջ մաքսային քաղաքականությունը, թե կանոնակարգում արտաքին առևտուրը երրորդ երկրների հետ։ Այսինքն դա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստ կլինի։ Մի րոպե, երեխեք ջան, բացարձակ չեն կարողում օպերատորները ձայնագրել։ Մի քիչ կամաց, այսինքն նաև հարգեք իրանց աշխատանքը, չգիտեմ։ Մի քիչ կամաց, մի քիչ։ Եկեք կարճ պաուզա տանք մի րոպե, դուք իրար հետ պայմանավորվեք։ Կամ ասենք ով որ այդպես բլոկնոտով է աշխատում, գուցե տեղերը փոխեք, էլի։ Մի քիչ կամաց ենք անում։ Այ, չեն կարա կամաց։ Խնդրեմ, կներեք։ Պայմանավորվեցիք։ Դա կլինի Հայաստանի ինքնիշխանության կորուստ, ինչը բացառում է ներկայիս սահմանադրությունը։ Ընդ որում սահմանադրության որևէ փոփոխություն չի կարող ապահովել այդ անդամակցության օրինականությունը։ Ինչի մասին հենց իրենք Հայաստանի իշխանությունները, եթե չեմ սխալվում, օգոստոսի 22-ին իշխանության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր այդ մասին։ Հաջորդը ակնհայտ է, որ այդ որոշումը ընդունվել է վերջերս, ինչի մասին հենց այդ վկայությունն է, որ ես ասեցի, օգոստոսի 22-ին այդ գնահատականներ տվել իշխանությունների կողմից, եւ դա կայացվել է, ինչքան էլ հերք են մեր իշխանությունները, ակնհայտ է, որ դա այդպես է, Ռուսաստանի ահռելի ճնշման ներքո։ Ինչպիսի ճնշումներ կարող է եղած լինեն։ Ես նշեմ ընդամենը երկուսը, ինչու երկուսը, որտեղ այդ երկու ճնշման լծակների մասին խոսել են Ռուսաստանի պաշտոնատար անձիկ։ Ընդգծում եմ պաշտոնատար անձիկ, ոչ փորձագետներ, ոչ իշխանության մոտ կանգնած, բայց իշխանություն ձևականորեն չներկայացնող անձիկ։ Առաջինը Ադրբեջանի կողմից նոր պատերազմի սանձազերծման սպառնալիքն է, որը վստահ եմ, որ կիրառվել է Մոսկվայի կողմից։ Չհիշեցնեմ Ադրբեջանին զենք վաճառելու, հարձակողական զենք վաճառելու գործարքները, ինչպես նաև ընդգծելով Ադրբեջանի հետ նրանց ռազմավարական հնարավորությունները, հարաբերությունները Ռուսաստանի կողմից, միայն Ռուսաստանի կողմից Ադրբեջանի նման բան չի ասել։ Երկրորդ, խոստանալով, ավելի ճիշտ սպառնալով Հայաստանում սրել ներքին իրավիճակը։ Դուք լավ գիտեք, որ Ռուսաստանի Դաշնության առաջին քարտուղարը ասել էր, որ սպասվում է թեժաշուն։ Ինչքանով է դա համապատասխանում նրա դիվանագիտական լիազորություններին, դա արդեն այլ հարց է։ Կարծում եմ, որ եղել են շատ եւ շատ ուրիշ ճնշումներ։
Ինչու հիմա։ Ակնհայտ է, որ Կրեմլը մի քանի նկատառումներ ուներ։ Առաջինը պարզ է, որ շարունակում է իր նեոկայսրապետական քաղաքականությունը։ Պահը ընտրված էր մի քանի նկատառումներով։ Առաջինը մոտենում է նոյեմբերը Վիլնյուսի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը պարտավորություն ուներ ստորագրելու ասոցիացիան համաձայնագիրը Եվրամիության հետ։ Երկրորդ օգտագործվեց պահը, երբ Արևմուտքի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Սիրիայի հարցում, եւ երրորդ, թերևս ոչ պակաս կարևոր, Ռուսաստանին անհրաժեշտ էր մեծ քսանյակի համաժողովի նախօրեին լուրջ քայլ կատարել ուղղված Եվրամիության ծրագրերի դեմ։ Դա կատարվեց ի հաշիվ Հայաստանի եւ Հայաստանին առաջարկվեց անվտանգության Ռուսաստանի համակարգում մնալու համար դուք պետք է զիջեք Հայաստանի ինքնաշխանությունը։ Նորից եմ կրկնում, անհնար է դա իրականացնել, ամենայնպես իրավական առումով։ Շատ կարճ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ, այնուհետև ինչպես կարող ենք դրանից խուսափել։ Առաջինը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե ամբողջապես սրանից հետո որոշվելու է Մոսկվայում, սա մեկ։ Երկրորդ, եթե տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը Լեռնային Ղարաբաղը հանեցին ԼՂ կարգավորման գործընթացից, Ղարաբաղին վերածելով կարգավորման կամ հակամարտության սուբյեկտից հակամարտության օբյեկտի, հիմա փաստացի դա տեղի ունենալու Հայաստանի հետ։ Թե Ադրբեջանը, թե աշխարհը, եթե դա կայանա, սրանից հետո կարծես թե Հայաստանի հետ խոսելու բան չունեն եւ բոլոր հարցերը պետք է լուծեն բացառապես Մոսկվայի հետ։ Երրորդ, եթե դա տեղի ունենա, դա շատ լուրջ քաղաքական փոփոխություն է տարածաշրջանում եւ դա չի կարող ազդեցություն չունենալ հենց հայ-թուրքական հարաբերությունների վրա, որտեղ նույնպես որոշողի դերը ստանձնելու է Մոսկվան։ Էապես վտանգված կլինի հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացումը եւ ակնհայտ է, որ Վրաստանը էլ ավելի սերտորեն կհամագործակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Երկու օր առաջ Վրաստանի վարչապետը հայտարարել էր հավասարակողմ, թվում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու մասին, դա արդեն տեղի չի ունենա։ Ներքաղաքական իմաստով, եթե դա տեղի ունենա, ես չեմ բացառում, որ կընդլայնվի ինչ-որ կոալիցիան։ Չեք բացառում։ Չեմ բացառում, որ կընդլայնվի ինչ-որ կոալիցիան։ Եվ տեղի ունենալուց շատ կարճ ժամանակ հետո ազատությունների, քաղաքացիական ինստիտուտների զարգացման հնարավորությունները եւ ընդհանրապես գործնեությունը կիչեցվի եւ կհավասարեցվի այն կարգավիճակին, որը կա այսօր Ռուսաստանում։ Կգնան էական խստացումներ։ Դա անխուսափելի է։ Վերջում հարցեր կտակ հրճում։ Ինչպես կարելի է դրանից խուսափել։ Նորից եմ կրկնում, քանի որ դա իրավապես անհնար է,
իրագործել, բայց եթե այնուամենայնիվ դա լինի, ապա կլինի բացառապես դա ոչ իրավական գործարք, իսկ եթե սահմանադրության շրջանակներում դա արվի, ապա Հայաստանի համար մաքսային միությունը պարտավոր է ինչ-որ նոր կարգավիճակ սահմանել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը։ Նման փորձերը Ուկրաինայի կողմից առայժմ մերժվել են Ռուսաստանի կողմից։ Եթե Հայաստանի իշխանությունները այնուամենայնիվ փորձեն գնալ այդ ճանապարհով, ապա կարծում եմ, որ դա լուրջ ըմբռնում կունենա նաև Բրյուսելում, թեև ինձ համար կարծես թե ակնհայտ է, որ Մոսկվայի համար դրանք կլինեն բացարձակապես անընդունելի։ Եվ այդպես որ դա կանխելու ամենառեալ ճանապարհը, որպեսզի Հայաստանում հասարակությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտները, նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնց համար մեր պետականությունը, անկախությունը եւ ինքնիշխանությունը բարձրացակ արժեքներ են, չթույլատրեն այդ անընդունելի գործարքը։ Որտեւ եթե դա տեղի ունենա, դա ուղղակիորեն հակասում է Հայաստանի Հանրապետության պետական շահերին, մեր ժողովրդի շահերին, Ղարաբաղի շահերին, նույնիսկ Հայաստանում իշխող օլիգարխիայի շահերին։ Այնուամենայնիվ ամեն ինչ չէ, կարծում եմ, որ ավարտված է, պայմանագիր կնքելուն դեռ շատ ժամանակ կա, եւ ամեն ինչ կարող է փոխվել, եւ Հայաստանի իշխանություններն էլ այդ ամենը հստակ պետք է հասկանան։ Շնորհակալություն։ Իմանալ իրադարձությունների ինչպիսի ընթացք է դուք սպասում եւ առհասարակ ընդդիմության պահվածքի ինչպես է գնահատում արձագանքը, ինչ լծակներ ունի ազգերի համար։ Ուրեմն ինչպիսի իրադարձություններ ես սպասում, ես մանրամասն մամուլով դրա մասին խոսել եմ, ես երբեք չեմ բացառել նման զարգացումը եւ ասել եմ, որ դրա համար Հայաստանի Հանրապետության իշխանություններին պետք է համարձակություն, որպեսզի շարունակեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռելու իրենց փորձերը։ Մյուս հարցին չեմ կարող պատասխանել, որտեղ չգիտեմ ում նկատի ունեք ընդդիմություն, ինչ նկատի ունեք, ոնց որ զերծ կմնամ։ Խնդրեմ։ Չէ՞ կարծում, որ այնուամենայնիվ պատճառն է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ չէ եւ դուք պահանջեք նրա հրաժարականը։ Այս վիճակում, քանի դեռ ես կարծում եմ, որ հույսեր կան դա անելու, որ իշխանությունները կարող են գործը չհասցնել պայմանագրի, ոչ չէ մի շատ ժամանակ կա, կարծում եմ առայժմ հրաժարականի պահանջ դնելը վաղաժամ է, որտեղ պոտենցիալ բոլոր հավակնորդները բացառապես ոչ թե պրոռուսական, հենց ռուսական քաղաքականության ջատագողներն են։ Մյուս հարցը ինչ էր մեր, ինչպես նույնն էր, որ դա ասում եմ, դե իհարկե դա այդ հարցը կա ու կա, մի քանի անգամ ես նշել եմ մամուլով, որ այս քաղաքականությունը Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագիր ստորագրելու եւ Հայաստանի անկախությունը ամրացնելու քաղաքականությունը կարող է իրականություն դառնալ, եթե Հայաստանի իշխանությունը ներկայացնի ոչ միայն ինքն իրեն, այլև գանդես գա մեր հասարակության շահերից եւ մեր հասարակության անունից։ Ցավոք դա տեղի չունեցավ։ Մարդիկ են։ Պարոն Շահնազարյան, այնուամենայնիվ հայտարարություն, մաքսային միություն ուտելու հայտարարությունից հետո իշխանությունները շարունակում են պնդել, որ դա չի հասկացա։ Լավ հարց է, շնորհակալ եմ հարցի համար։ Եվրոկոմիսիան է հայտարարության հանդես եկել, որ դրանք այդքան են իրոք։ Այ դուք ներողություն, դա այդպես չէ ձեր ասածը նկատի ունեմ։ Հայաստանի իշխանության այս վերջին հայտարարությունը Մոսկվայի հանդիպումից հետո
Կարելի է հասկանալ միայն այսպես։ Եվ հենց դա էլ նկատի ունենք, մենք պատրաստ ենք ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը առանց խորը համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի։ Դա է նշանակում։ Ասոցիացիան համաձայնագրի ողն ու ծուծը դա հենց խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն է։ Դա հնարավորություն, դրա համար հնարավորություն կարող է ստեղծվել, եթե Հայաստանը փորձի ստանալ իր համար հատուկ կարգավիճակ մաքսային միությունում, չզիջելով իր իշխանությունը, ինչի մասին ասեցի։ Կարծում եմ, որ դա ուղղակի լուրջ չի, որտեղ նորից եմ կրկնում, այդ ամբողջ համաձայնագրի իմաստն այն էր, որ 4 պետություններ ըստ էության սկսում են իրենց մոտ բարեփոխումներ, որոնցով արդյունքում իրենք դառնում են եվրոպական այդ շուկայի մի մասը։ Այդ համաձայնագիրը ավելի քան 90%-ով ասոցիացիան համաձայնագրի մասին է խոսքը, դա տնտեսական փաստաթուղթ է։ Այդ ազատ առևտրի համաձայնագիրը 330 քանի հոդված է իրանից ներկայացնում, մի քանի 100 էջ, եւ դա ասում եմ, դա ամբողջությամբ դա առանցքն է։ Եվ ասեմ, ինչ վերաբերվում է Գիտեք ինչ, նորից եմ ասում, դա ուղղակի անիմաստ է նման քննարկում տանելը, ինչ որ ասում են Եվրո հանձնաժողովի հայտարարությանը, դա շատ պարզ ասված է եւ դա բազմիցս ասվել է։ Խոսքը գնում է, որ նրա մասին, որ ասոցիացիան պայմանագիրը եւ այն կարգավիճակը, որը ուսնի այսօր Հայաստանը, ԱՊՀ երկրներում տնտեսական, իհարկե դրանք չեն հակասում իրար, եւ Եվրո հանձնաժողովը երեք հենց այդ հայտարարությունն է արել եւ դա արդեն որերորդ անգամ։ Դրանք դեռ տարբեր կատեգորիաներ են, խնդրում եմ չշփոթել։ Այսօր ինչ է սպասվում Բրյուսելում։ Ես կարծում եմ, որ պետք է փորձեն խոսել հենց դրա մասին, ինչի մասին ասացիք, այսինքն ազատ առանց առևտրի համաձայնագրի դա կարել, դա ես չեմ կարծում, որ դա ընդհանրապես որևէ լուրջ խոսակցություն կարող է լինի, բայց այստեղ մի բան եմ ուզում ավելացնել, որ արևմուտքի պահվածքն էլ լրիվ համարժեք չէր։ Արևմուտքը այնպես էլ չփորձեց ձեռբազատվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հավասարություն դնելու իր սկզբունքից։ Արևմուտքը չուզեց հստակ արձանագրել առնվազն հենց հակամարտության համատեքստում, որ այսօրվա Հայաստանը եւ Ադրբեջանը դրանք տարբեր քաղաքակրթական մակարդակներ են, եթե այդ տարբերությունը կարող է ոչնչանալ, եթե Աստված չանի Հայաստանը լիարժեք անդամակցի մաքսային միությանը։ Ավելացնեմ, որ Ռուսաստանը չունենալով քաղաքակրթական որևէ պոտենցիալ այդ ամենը փորձում է իրականացնել բացառապես ճնշումների շնորհիվ։ Մի բան էլ ավելացնեմ մաքսային միության մասին։ Դա չկայացած, չկայացող եւ ապագա չունեցող կառույց է։ Երկու օրինակ բերեմ։ Այսօր մենք ականատես ենք հետեւյալ իրողությանը։ Ռուսաստանը արգելապակել է ուկրաինական ապրանքների մուտքը, բայց մյուս ժամանակ մաքսային միության մյուս անդամները Ղազախստանը եւ Բելարուսը շարունակում են առանց որևէ արգելքի ընդունել ուկրաինական ապրանքները։ Դա նոնսենս է, նույն մաքսային տարածքում։ Երկրորդ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև այսօր քաղաքական լուրջ հակասությունները բերել են նաեւ տնտեսական որոշակի ճնշումների իրար նկատմամբ։ Սա է այսօրվա իրավիճակը եւ սա է այսօրվա կառույցի իրական գնահատականը։ Ներքաղաքական կյանքում ինչ փոփոխություններ է սպասում եւ կառավարությունում կլինեն փոփոխություն, թե ձեր ասած է 10 կամ 2%-ի համար հենց կպահեն կառավարությունը, որպեսզի արևմուտքին ցույց տան, որ տեսեք այս ուժը շարունակում է մնալ կառավարությունում։ Անժելադեն դրանք այնքան փոքր հարցեր են կապված այն մարտահրավերների հետ, որ այսօր մեր առաջ կանգնած է մեր պետականությունը, անկեղծ ասած դրանք մանր, չափազանց մանր եւ ոչինչ չորոշող հարցեր են։ Այստեղ կարևոր հարցն է մեր հասարակության այն հատվածը, որի համար կրկնում են պետություն, ինքնիշխանություն, անկախություն, դրանք բացարձակ արժեքներ են, կկարողանա կանգնեցնել այդ գործարքը
թե Հայաստանի երրորդ հանրապետությունը կունենա նույն ճակատագիրը, ինչ որ ունեցավ առաջին հանրապետությունը, թեև դա կլինի բացարձակապես ոչ իրավական դաշտում, եթե դա տեղի ունենա։ Դերուն գործակալություն, պարոն Շահնազարյան, դուք նշեցիք, որ հնարավոր է կոալիցիայի ընդլայնում չեք բացառում։ Չեմ բացառում, ես ասեց, հա։ Նկատի ունեք Բարգավաճ Հայաստանի կոալիցիա, դա մեկ, երկրորդը Ոչ միայն, միանգամից պատասխանում եմ։ Չմանրամասնենք, ես ասի չեմ բացառում, ոչ միայն պարլամենտականում շատ ուրիշ ուժեր կան, որոնք ըստ էության ողջունում են եւ կողմ են այս ամեն ինչին եւ որոնց համար անկախությունն ու պետականությունը բացարձակ արժեք չի։ Եվ դուք նշեցիք, որ դեռ ժամանակ կա եւ հնարավորություն կա այս ամեն ինչը չհասցնեն պայմանագրի։ Այդ դեպքում, եթե գիտեք, որ բանակցությունների ժամանակ դրվում են կոնկրետ հարցեր, Հայաստանը ինչպես պետք է դրա դեմ դուրս գա, այսինքն գազ, պատրոն, չգիտեմ, փող։ Գիտեք ինչ, կան արժեքներ, որոնք սակարկելի չեն։ Իմ համար, եւ ես դա անվանեցի բացարձակ։ Դա մեր պետականությունն է եւ ամեն ինչը։ Իմիջայլոց այն հաջողությունները, որ ունեցել է Արցախը 90-ականների սկզբին հիմնականում եւ բացառապես պայմանավորված է եղել նրանով, որ մենք ունեինք ամուր պետականություն եւ միայն Հայաստանի պետականությունն է Արցախի անվտանգության եւ ընդհանրապես անկախության երաշխավորը։ Այս իրավիճակում, եթե դերքերը այդպես զարգանան, դա լինելու է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանը անվտանգության երաշխիքները տալիս է միայն Կավբյուրոյի տրամաբանության շրջանակներում։ Հարցումես վերջին հարցը։ Առաքել գորացներ, պարոն Շահնազարյան, մինչև Մոսկվայի որոշումը ռուսական տարբեր շրջանակներ Ներողություն, որ ընդհատում եմ ջան, Մոսկվան ներկայացնում է, որ դա Հայաստանի որոշումն է, Հայաստանն է խնդրել։ Ներողություն։ Խոսքում էր այն մասին, որ եթե դուք անդամակցեք Մաքսային միությանը, Ռուսաստանը նույնիսկ Ղարաբաղին ճանաչելու քայլ կանի եւ այլն։ Ինչպես է դուք ասացիք, որ Հայաստանին արդեն կհանի բանակցային գործընթացից Մոսկվան։ Այս քարոզչության դեմ ինչպես է։ Գիտեք ինչ, Մոսկվան բացահայտ նաև ոչ պաշտոնական մակարդակով, բայց ամենայն դեպս շանտաժ էր անում հենց Ղարաբաղի հարցով։ Կրեմլի փորձագետների մակարդակով այդ արել։ Ինչ վերաբերվում այդ ճանաչման հարցին, ես առիթ ունեցել եմ դրա մասին մամուլով արտահայտվելու, կարծեմ 1 տարի առաջ, հիմա կկրկնեմ։ Դա դրանից որևէ օգուտ չի լինի, եթե Ղարաբաղի ճանաչումը լինի հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի ճանաչման սցենարով։ Մեզ պետք է Կոսովոյի սցենարով ճանաչում, որը ընդհանրապես կբացառվի, եթե ինքնիշխանություն անվտանգության դիմաց, անվտանգությունը ստեղ պետք է ճակերտների մեջ վերցնել անպայման։ Դա տեղի ունենա։ Պարոն Շահնազարյան, իմ հարցը օրվա շրջանակներում է, բայց ոչ թեմայի։ Այսօր Թեմայից դուրս չգանք էլի մեր ջան։ Լավ, ասա։ ԿԳԲ-ի ղեկավարը Հայաստանում ԿԳԲ-ն վերացել է, շատ վաղուց, շարունակեք։ Զորացած օտոմատիկի մորը ասել է ոչ կար։ Դու որպես Գիտեք ինչ, դա առաջինը ձեզնից եմ լսում, առաջինը հենց նոր ձեզնից իմացա, որևէ բան դրա համար չեմ կարող մեկնաբանել, հենց նոր ձեզնից եմ լսում։ Չեմ ուզում կարող մեկնաբանել։